Հայ ժողովուրդը բարեկամներ չունի աշխարհում, նկատի ունեցեք, ցակումնաբանության իմաստով մենք ամենամոտ է, ինչ կան էթնոբան իմաստով, Իրանի ժողովրդի հետ ենք մոտ է, այդ կան մշակույթով բանով ենք նակնում։ Եվ այս կան այնքանով որքանով այ տեսնում ենք դրա բարեբեր ազդեցությունը, հարգանք եւ բայց ոչ ավելին։ Ուրեմն մենք կարող ենք ունենալ մեր հետագա կյանքը շարունակելու միակ երաշխիքը Հայաստանի ազատ անկախ պետականությունն է եւ ուրիշ ոչինչ, իսկ ով որ դրա դեմ է գործում, նա հայ ժողովրդի ողերմ թշնամին է, ինչ պատրվակ ուզում է օգտվի։ Ես իրենց համար առաջարկ ունեմ այդ ռուսական ճամբարի։ Այստեղ մի խապկան կա։ Եթե ընտրությունները բոլոր մակարդակներով չեն արվում, ուրեմն երկիրը ժողովրդավարական չի, ով ասեց։ Օրինակ Հայաստանի բարակայում նկատի ունենանք այս անցումը, մենք իրականում տրանզիտ երկիր ենք, անցում ենք կատարում են գողապետությունից դժվարին վերածնունդ դեպի ժողովրդավարություն, որ ասում են ժողովրդավարություն նպատակ է հռչակացող, դա չկա այսօր, կամ չի էլ կարող լինել, հիշում եք ինչ ասում են սովետական ժողովրդին ինչ ժողովրդավարություն, առաջ էլ այդպես էին ասում, այսինքն սա ընթացակարգ է, ռեժիմի տեսակ է, դա մշակույթ է, դա ուրեմն կազմակերպման ձև է, այդ բառերը եւ ժողովրդավարության միլիոն տեսակներ կան, հատորներ կան, ասենք այս տեսակները, կոնսոցիալ էս, ուրեմն դրա համար ես մտածում եմ իհարկե այս հարցը Հայաստանում երևի որոշ ժամանակով ազգային ժողովի ընդունած որոշումով բոլոր համայնքային եւ միջին կարգի ոլորտներում ընտրություններ պիտի կասեցնել, պիտի նշանակով պաշտոններ լինեն, ազգային ժողովը մաքուր, ազգային ժողով, եթե համազգային ձևով դուք կազմակերպեք, լավ, հետևաբար ազգը ինքը իր լավով վատով ազգային ժողովում կներկայանա, ուրեմն այդ կառավարության նշանակած այդ ազգային կառավարությունը լավը կլինի։ Դեպքերի իմաստված չանի, սա շարունակվելու է, չի շարունակվելու ուրիշտեղ, հիմա մի հատ ուրիշտեղ մի վարտանիկ պետք է դուրս գա, դուք պատկերացնում եք Հայաստան ինչի է վերածում։ Ուրեմն այս պայմաններում ասեմ հատուկ ուրեմն պիտի երևի ուսումնասիրվի եւ օրենք ընդունվի, գոնե ասենք 20-30 տարով ընտրությունները մնացած մակարդակներում նվազագույնի հասցնել ազգային ժողով, չգիտեմ, եւ այսպես մնացած պիտի նշանակովի լինեն եւ տեղերից չնշանակվեն։ Մեր ժողովրդի բնավորությունը իր հարազատի, իր ուրեմն բարեկամի համար ամեն ինչ անել, գուցե չուզենա այդ անձը, որ իրա ցեղից լինի, բայց նա այդ միջավայրում ուրիշ կերպ չի կարող անել, քան դա է լինելու, եւ այսպես սա չի տալիս։ Եվ այսպես համարձակությունը պիտի ունենա այս ոլորտներում կանգնեցնել, հետո տեսնել ընտրության հասուն կլինենք, այդ բարքերը եւ այլն օրենսդրությունը շարունակել տա։ Ուրեմն այդ մեկ։ Երկրորդը ես իմացածով եմ ասում, արդեն անցնենք այդ ցավալի դեպքից, հուսանք որ չի լինելու, բայց դա երաշխիք չունի, չի լինելու, թե լինելու է։ Ընտրությունները ազգային ժողովը տեսեք ճակատագրական հարցի է վերածվել։ Ինչ խլամասես։ Իմպիչմենտ են անում, Հայաստան դաշինքը պատիվունեմի հետ միացավ։ Չի կարող լինել։ Աբսուրդ է, էլի։ Բայց անում են, որտեղ պարապ է, կամ էլ այնտեղ պապան վերևից նայում է, իրենց գցել է մեջտեղ, երկիրն ապակայունացրեք, նպատակ ապակայունացումն է, այդ բոլորը չի, եւ սաբոտաժը պետականության, դժվարություն ստեղծել Հայաստանի պետության համար մանևրելու, դաշնակիցների հետ աշխատելու, վարկաբեկելու եւ այլն համար։ Հիմա դրա համար պիտի նաեւ հստակեցվի մարզպետների օրենսդրական կարգավորումները, մարզպետները, ես հիմա լավ չգիտեմ, բայց մի լավ ընկեր ունեի, որ մարզպետ էր, տարիներ առաջ էր, ես հետաքրքրվեցի, որտեղ դա ինձ համար շատ կարևոր էր, դա ավտոնոմիայի հարցում է ներքին եւ այլն։ Եվ ինչ ասեց մի հատ ցույց տվեց, ասեց սա է մեր լիազորությունները մեջը գրած, այսինքն լիազորություն չկա։ Մի քանիսը ընդհանրապես։ Հա, էլի, այսինքն մարզպետարանները կյանքի երևի պարտադրանքով ավելի են խրվում ուրիշի լիազորությունների մեջ, քան իրենք ունեն, որովհետև մարզպետարանից է, կամ մարզպետարանների այդ օրենսդրական կարգավորումը պետք է հստակեցվի, կամ էլ, չգիտեմ, երևի մարզպետարանները պիտի վերածվեն ու ենթակայության, ես ու ենթակայությանը դեմ եմ,
մարզպետարանի աշխարհագրական մարզերի կառուցվածքը հիմնականում շատ լավն է մեր եղածով, ընդ որում առաջին հանրապետությունն 4 նահանգ է ունեցել Երևանի, Շիրակի եւ այլն, այսինքն առաջին հանրապետությունն էլ պիտի նայենք, ինչ, որտեղ այնտեղ են մեր տաղանդները, այն ոսկե մտավորականությունը, որ առաջին հանրապետության ժամանակ պետությունները ստեղծում, ուրեմն այս բոլորը պիտի արվի։ Դրա համար ինչ է լինելու 4-րդ հանրապետությունը լրջագույնս պետք է նախապատրաստել եւ ստեղծել, ողբերգության չվերածել, բայց նաեւ այսպիսի մի բան կա, ասեմ ձեզ, այս տրանզիտ երկրներում դեմոկրատիայի անցումը դեմոկրատ ղեկավարով բավականին դժվար գործ է, որպես կանոն դեմոկրատիան անցումը կազմակերպում են ավտոկրատ անձինք, նույնիսկ վարչապետին նաեւ պետք է պահանջել, որ մի քիչ ձգի։ Իհարկե ինքը խուսափի, ես գիտեմ, որտեղ ինք ուզում է, որ ընթացակարգեր աշխատեն, բայց կյանքը պահանջում է։ Վարչապետը կարծես թե ձգեց այս անգամ Ալիևին, հա? Ալիևին Ալիևին ձգեց, հիմա կտեսնի, որ դրսում ձգեցիր, ուրեմն ներսում պետք է ավելի շուտ ձգես, որովհետեւ դրսի ձգողականությունը։ Իսկ այդ ձգելը ինչի հետ է կապված։ Մեկն ասում է զիջում է, մեկն ասում է չէ, մենք դեռ թույլ ենք։ Փաշինյանը պատրաստ է նորից Ալիևի։ Մենք ասեմ, այդ հարցը մի բան շարունակեմ։ Բայց ամեն դեպքում այդ հեռակաբանավեճը դեմոկրատական այսօրվա Գերմանիան, որ ստեղծել Ադենաուերը, կենսագրություն նայեք, խիստ ավտոկրատ անձ է, ավտոկրատ է։ Գեներալ դե Գոլը գեներալ է, ավտոկրատ է։ Բայց երկրներ դեմոկրատական են, օրենսդրությունները եւ այլն, եւ նրանց հաջողությունը տրանզիտի դրա մեջ է։ Հիմա երկրորդ ասեմ, այսպես ում է զիջել։ Ես կարող եմ ասել հետեւյալը. Արցախ եւ այլն, այս վերստենք եղել է։ Հիմա եթե մենք քաշ կանք ամեն վերադառնանք, չենք կարող վերլուծել, Հայաստանը ում ինչ է զիջել։ Հայաստանի Հանրապետությունը, եթե մենք վերցնում ենք բոլշևիկների ստորագրած Կարսի դաշնակիրը եւ ուրեմն վանի Մոսկվայի դաշնակիրն է։ Եթե ընդունենք, որ այդ գողապետության շրջանում ոչ մեկը, ոչ Քոչարյան Ռոբերտ, ոչ իմաստուն Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ էլ մյուսը որն է Սերժ, որ ժամանակ չուներ զբաղվել շատ բաներով, սրանցից ոչ մեկը Մոսկվայի դաշնակիրի դեմ մի ծպտուն համակ չունեն։ Հիմա վերադառնում ենք սրան։ Մոսկվայի դաշնակիրով ուրեմն լղիմ չկա մեջը, լղիմ չկա գրած դաշնակիրը։ Լղիմը սովետական ինքնավարություն հետո են արել եւ ուրեմն Մոսկվայի դաշնակիրը Նախիջևանը որպես պրոտեկտորատ, այն որ ասում են մեր ավտոնոմիան, իրենց ավտոնոմիան չի, իրենց ուրեմն այդ պրոտեկտորատը, խնամակալությունը, սրանք Հայաստանից դուրս են 21 թվականի պայմանագրով, որը Կարսում վերահաստատվեց Թուրքիան եւ մնացածները, Ռուսաստանը որպես վերահսկող պապա Գանեցկին։ Ուրեմն այնտեղ կա Հայաստանի Հանրապետություն, որը 31 կամ 30,000 քառակուսի կիլոմետր է, այսինքն այսօրվա ուղիղ այս հանրապետությունն է։ Այսինքն այս պարագայում ով է ում զիջել։ Մենք ասացրել ենք ռուս-թուրքական արշավ մեր պետականության դեմ, կորուստներ բաներ ասեցի դրանք հիմա չեք կարող հասկանալ, այս մեկ։ Ուրեմն այդ պայմանագիրը հիմա Կարսի կոնե լավագույնս Հայաստանը պիտի օգտագործի այս պետությունը նորմալ պետություն դարձնելու համար։ Չարիքը նեղ վիճակում, որ մեր վիճակն է, վերածվում է բարիքի կամ փրկության եզրի։ Եթե մենք չենք հաշվի առնում սա, Թուրքիան աշխատում է Կարսի դաշնագրով, Մոսկվան աշխատում է Կարսի դաշնագրով, ասեմ նաև ռուսական ճամբարին հայկական, Մոսկվայից մինչև Լոս Անջելես, Վաշինգտոն, որտեղ որ ռուսականացած հայկա։ Ուրեմն եւ Կարսի դաշնագրով Ռուսաստանը Արցախը վերադարձրեց հանձնեց Ադրբեջանին։ Ինքը ոչ մի բան չի արել, քան կիրառել է Կարսի դաշնագիրը, Մոսկվայի մասին է խոսքը։ Մենք ինքնորոշման իրավունքով փորձեցինք խախտել, տեսակ ինչ խայտարակություն եղավ։ Մեր էլիտան դաշնագիրը ովանդակությունն անկապ չեր հասկանում ինչ է, թե ինչպես կառավարեց իբր թե էլիտա, ինչի հասավ այսպես։ Ուրեմն այդ պայմանագիրը գործողի հիմա գործում է։ Այդտեղ չկա։ Դրա համար հիմա նայում ենք, այստեղ խնդիրը այստեղ չի, տարածք եւ այլն, ուրեմն օքեյ է։
միակ սահման չճանաչողը Ռուսաստանն է։ Իհարկե Ադրբեջանն ուրիշ է, պարզ է։ Ուրիշ չի, ինքն էլ այդ պայմանագրով, Կարսի տաշնագրով այդ կամ Նախիջևանի սահմանները նկարագրել է Ռուսաստանը, արևելյան մեր սահմանները չի նկարագրել, սև օրվա համար է պահել, այ որ սևը բերի մեր գլխին, ինչպես որ հիմա բերում է, ուղղակի ինքը չէր մտածում, որ Ալիև իրեն ցցի վրա պետք է նստի։ Պուտինի մասին են, որ տնկվեց Ալիևի դիմաց Բաքվում, այդ վիճակին դրեց, բայց իրենք, ես կարծում եմ նորություն չկա, որտեղ թուրքերի հետ իրենք շատ գործ ունեն, ուղղակի այստեղ քրդական աշիրապետի բնավորությունը դրսևորեց։ Հիմա այս հարցը տարածքի իմաստով մենք այդ պայմանագրը ոչ չենք գործել։ Մնացած կարգավորման հարցը պիտի բանակցել եւ այլն, այդ սահմաններ գծվի։